պիտի բարձրացնեմ ով իմ Աստվածս, որ թագավոր ես, ու քո անունը Դավիդյանս Դավիդենից պիտի օրհնեմ։ Ամեն օր քեզ պիտի օրհնեմ, եւ քո անունը Դավիդյանս Դավիդենից պիտի գովեմ։ Մեծ ու խիստ քովելի է դերը, ու անոր մեծությունը անքննելի է։ Մեկ սերունդը մյուսին պիտի գովե քո գործերը, եւ քո զորությունները պիտի բացնե։ Քո փառքիդ մեծությանը վայելչությունը ու քո հրաշալի գործերը պիտի հայտնեմ, եւ քո աղավոր գործերուդ վրա պիտի խոսին, ու ես քո մեծությունը պիտի պատմեմ։ Քո մեծ բարերարությանը իշադագը պիտի հրադարագեն, եւ քո արդարությունովը պիտի ցնցան։ Եկեք սկսենք մեր այսօրվա պաշտամունքը ոտքի վրա երգելով երգի 69, երգի 69, հրաշալի խոսք կենաց։ Աստվածաշունչ Մարիամը ով դեր քո խոսքը Դավիդյան հաստատ է երկինքի մեջ, որ չափ կսիրեմ քո օրենքը, այն է ամեն օր իմ մտածությունս։ Իմ ուսուցիչներես ավելի հանջարեղ եղա, վասնզի քո վկայությունները իմ մտածությունս են։
Մութադաստաններև չխոդորեցա, վասնզի թուն սորվեցուցիր ինձի, որ չափ քաղցր է ու խոսքդ իմ քինքիս, մեղրեն ավելի անուշ է իմ տեղնիս։ Թուն հաստատ կեցիր այն բաներու մեջ, զորոնք սորվեցար ու հավատացիր, վասնզի գիտես թե, որ մեզ սորված ես։ Բոլոր գիրքը Աստուծո շունչն է և օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու և արդարության խրատելու համար, որպեսզի Աստուծո մարդը կատարյալը լա ամեն բարի գործերու պատրաստված։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, կխոնարհենք քո առջևդ այս առավոտ, իբր անհատներ և իբր եկեղեցի, և փառք կտանք քեզի քո անհուն սիրույթ և հոգացության համար, քո խնամքի և ներկայության համար, մեր կյանքի բոլոր հանգրմաններու մեջ։ Հավասիկ դարձյալ հավաքված ենք քո տանիք մեջ, քեզ պաշտելու և մեր ուխտը նորոգելու, որպեսզի շարունակենք մնալ քո ճամփաներու մեջ և հավատարիմ մնանք քո պատվերներով։ Օրհնի այս պաշտամունքը Տեր և մեր սրտերը և հոգիները պատրաստ է լսելու քո ձայնը և առաջնորդե մեզ ամեն օր և ամեն վայրկյան քեզի հաճելի և քեզի փառք բերող կյանքեր ապրելու։ Հիսուսի անունով կխնդրենք։ Ամեն։ Ներնստած տեղերեն երկենք նայել երկ թիվ 113, աս երկին առաջին, երկրորդ և չորրորդ համարներով երկենք միայն, երրորդ համարը զարդարներով։ Թիվ 113։
ստեղծված է զանազան հանգրվանները, որոնց մեջ են գանցնի ագրածավեն այս աշխարհի վրա։ Այդ հանգրվաններուն մեջ կբադահին ուրախ դեպքեր, տխուր դեպքեր, ցավ, վիշտ, նեղություն, դխրություն, բաժանում, մահ, եւ այս բոլորի մեջ կտեսնենք Աստծո մատը, Աստծո ձեռքը, Աստծո առաջնորդությունը, որ մեզ հետ կլա միշտ։ Եվ մանավանդ Աստված մարդը այնպես է ստեղծած է, որ անոր զգացումները պատրաստած է այս բոլորի մեջ են հաղթական եւ արդար ձևով առաջանալու։ Մեր ցավերը վիշտերի հետ կբաժնեցինք մեր բարեկամներուն հետ, մեր մտերիմներուն հետ, հարազատներուն հետ, մեր շուրջի ժողովրդին հետ, այդ նեղությունները եւ այդ տխուր խորհուրդները կարծես թե գգիսվին, գբաժնեցինք, մասնո իրենք կստանցնեն կարծես եւ մենք կտետնանք ադիգա բաժնեցելով։ Նաև ուրախ բարականներուն ամենը կբադահին, երբ բաժնեցինք մեր մտերիմներուն հետ, հարազատներուն հետ, բարեկամներուն հետ, մեր ուրախ պահերը, բայց այս անգամ ադիգա կբազմավանդվի, կշատնա եւ մեր սրտերը կողմնակությամբ կլեցին։ Այսօր Հաջյան ընտանիքը կհիշե իր զավակը Սուրենը, որ անցյալ ամիս մահացավ Հայաստանի մեջ, ուզե ադոր հիշադակը վարպահել եւ ադոր նեղությունը քաշած իրենց անհանգիստ վիճակը բաժնեցի իր ժողովրդին հետ, Սուրենին հաջողած եկեղեցի բարեկամներուն հետ եւ այս ձևով կարծես թե այդ ցավը, այդ նեղությունը պիտի դետերնա եւ Աստված իրենց քաջալերություն պիտի տա, որպեսզի այդ դժվար բարականներուն մեջ են հաղթանակ ձևով առաջանան։ Շնորհակալություն հայտնենք բոլոր նվիրատություններուն համար, որ եղան այս արդի, նաև ինչպես հիշված է լրատվի մեջ, այսօրվա հյուրասիրությունն Հաջյան ընտանիքը ստացած է դարձյալին այդով։ Ուզեմ այս անգամ ուրախ արփանուշը, ուրախ դեպքը, որ բادرած է դարձյալ եկեղեցի ընտանիքին անդամներուն կյանքի մեջ, դեր եւ դիգին Սեդրիկ եւ Վալերի Քեշիշյանները, քանի որ առաջ ախտավորվեցան իրենց աղջինեք մանչ զավակողը, կշնորհավորեն սիրեն եւ մաղթենք նորածին եւ իր ծնողին առողջություն ներկայացնեն։ Շատ կարևոր հայտարարություն ևս որ անցյալ գիրակի արդեն լսվեցավ եւ քննվեցավ լրատվի մեջ, քան գիրակի հոկտեմբեր 19 2025 անշուշտ պաշտամունքեն վերջ վարը դերգամի պիտի ունենան մեր դարեկան անդամական ժողովը։ Ասիկա շատ կարևոր ժողովն է, պապակին որ բոլոր ժողովուրդը ներկա ըլլա, իրենց կարծիքը տան, իրենց խորհուրդները տան եւ մանավանդ մասնակցին հոն առնվելիք որոշումները։ Հյուրասիրություն ակնի ըլլա, դեպ ճաշմը, որպեսզի ավելի ժամանակ ունենան հանգիստ ձևով խորհելու եւ բոլոր միտերը վերլուծելու։ Իդի լսենք Աստծո սրբազան խոսքը, որ մեզի կուկա երկրորդ Կորինթացիս երրորդ ուղը։ Բոսրակյալ սավ է սկսել, ըսկսինք նորեն իմ սինքնիս խորել,
Գանտե ոմանցպես պետք է մեզի հանցնարարության թուղթեր ցեզի կամ ցեզնե։ Այս մեր թուղթը թուղթ եք, մեր սրտերում մեջ կրված, ջանցված, ուղարկացված ամեն մարդ է։ Հայտնի ըլլալով որ թուղթ Քրիստոսին թուղթն եք, մեր սպասավորությունով, ոչ թե մերանով կրված հավագենթանի Աստուծո հոգիով, ոչ թե քարերեն նահատակներու վրա, ինչպես Մովսես գրեց, հապա սրտին մարմնեղեն նահատակներու վրա։ Մենք վստահություն ունենք Աստուծո վրա Քրիստոսի ցերկով։ Ոչ թե մենք ինքնից բավական ենք համ նխորելու, որպես է մեզ մե, հապա մեր կարողությունը Աստուծո է։ Որ մեզ հարմարցուց նոր բդագարանին պաշտոնյաներ ըլլալով, ոչ թե քրին, հապա հոգին, վասնզի քիրը գսպանն է, բայց հոգին գաբրեցն է։ Իսկ եթե քարերու վրա կրով խորակրված մահվան օրենքը այսքան փառավոր եղավ, որ Իսրայելի ժողովուրդները չէին կրնար Մովսեսի երեսը նայել, անոր երեսին բայցարության համար, որ պիտի խամանվեր, ուրեմն հոգին օրենքը որքան ավելի փառավոր պիտի ըլլա, վասնզի եթե թադավարտության պաշտոնը փառավոր էր, որչափ ավելի արդարության պաշտոնը Քրիստոսով փառավոր պիտի ըլլա։ Վասնզի այն որ փառավոր է, անփարունակ եղավ, այսինքն առանց փառքի մնաց։ Կերազանցող փառքին պատճառավ Քրիստոսի այսինքն միջոցով։ Քանզի եթե այն որ պիտի խամանվեր փառավոր է, որչափ ավելի այն որ մնալուն է փառավոր պիտի ըլլա։ Օրհնյալը Երոչու խոսքը մեր սրտերում մեջ։ Փառք եւ գոհություն կբարձրանե քեզի երկնավոր Հայր, որ այսօր անգամ ևս քեզ բաշխելու ուրախությունը ունենալով խոսք հավաքված է։ Քու խոսքը լսելու եւ մեր խոսքերը մեղավորները քեզի լսելի դարձնելու։ Ասորամալ ոչ ապարտան քիչ է։ Մեզի դված այս հավատքի համար։ Մեզ դված ու շնորհքի համար, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեզի հասավ եւ անոր միջոցով է որ մենք այսօր քեզի դարձածենք։ Խնդրենք քեզ Տեր, մեր սրտերը եւ մտքերը տուն մաքրե լվա։ Մեր ամենի անգամքին ամեն սպաղումները եւ խորհուրդները եւ մեզ ետրոնացուր խոսորբեսի գարանան անգամ ևս մեր անձերը քեզի նվիրել, գոդրած սրտերով եւ խոնարհքով, որպեսզի սկսենք շաբաթը քեզնով ու վերջացնենք քեզնով։ Օրհնյալ այս բանը մեզ ամեն մեկուն համար եւ այն խոսքերը, որ լսեցինք, այն փառքի խոսքերում, այն փառավոր հայրենական կյանքի խոսքերում, մանավանդ Հիսուս Քրիստոսի ներկայության, որ գենաց խոսքն է, անոր ոչ թե միայն խոսքերը լսելու, հապա նաև անոր խոսքերը մեր սրտերին մեջ պահելով, մեզ ցնծության, մեզ արթնության եւ մեզ հառաջացման դառնալու համար, կորցի մխելու, որպեսզի մենք մեր կյանքերով կարենանք քեզ ծովացնի, ու սերդ և շնորհը ծովացնի, օրհնող է այս պահը մեզ մե ամեն մեկու համար։ Ինչ դու ներկայությունը թվայնենք
երբեք չենք մոռանալ նրանց սիրելիները, որոնք զանազան պատճառներով չգրցան ներկայանալ։ Անոնք, որոնք դարեցին եւ անանցին ու հիվանդ եւ պետք ունին քու կատարյալ բժշկությանը եւ այսօրությանը իրենց հետունած ու ներկայությունը դամոց սկալի դարձնես։ Եվ անոնք, որոնք ոտներ ունին սուքեր եւ իրենց սիրելիներուն հիշանալը անգամ ու ևս ոգի կոչելու համար այսօր հավատացի են։ Սահում քեզի կբերեք, որպեսզի տուն սուրբ ոգիով մխիթարես եւ մեզի անգամ ևս ցույց տաս, որ կյանքը այս աշխարհի վրա որքան անցավոր է, որքան ժամանակավոր է եւ սակայն դա մեզ համար քեզ մոլ հավիտենական կյանք է եւ այսօր համարով դեր որքան արտանքի չէ, որտեղ եւ անցել նրանց սերները, որոնք պետք ունին ու մխիթարությանը, ինչպես նաեւ մեր հաշվառության, որպեսզի կարողանանք միասնաբար հաշտեցնել իրենց թե ցավերը եւ թե սուքերը, որպեսզի կարողանանք միասնաբար արժեալ ընդունելի զանաղները։ Մեր հավատքը մեր կյանքով դառնանք արտահայտ եւ այսօր համար որչափ արտանքի չէ։ Օրհնել նաեւ եկեղեցուց ամեն հետ ծանրով անցը, թե թեմի վրա, թե վարժության մեջ, թե գրակնորյայի և թե դարբեր կողմերը, որպեսզի բոլոր սպիանցին կարենանք ու դված հավատքի զորությունով շարունակել մեզ ինքնած կարգավանությունը և անունդ փառավորելու, որպեսզի քու եկեղեցի օրհնվի, անունդ փառավորվի, ասում կխնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Մեր բաժանումը պիտի շարունակենք ոգի վրա երգելով 568-րդ երգը, երգ 568։ Մեր
Հոկտեմբեր ամսվան մեջ հայ ժողովուրդը իր եկեղեցիներով հանդիսավորապես կհիշատակե աննման հետքը, թե գրորապույր և թե ասկայի, որ կգոչենք զայն դոմ պաշտանցած։ Այս արիտով նախնգադի բիլիոնանք թե ինչ է թարգմանության կարևորությունը։ Մի քանի օդար հարկ իտնալով մեկը թարգմանիչ չվերնալու, սակայն գարով և վգայալ թարգմանիչով օդար լեզվով խոսողներուն ըսածը դասրանք, ճշմարտությունը կգիտնանք, հաղորդակցություն կունենանք, բայց խոսողին ըսածներուն վրա թարգմանը և կաղապանը արեցնելով ճշմարտութենեն պետք չէ հեռանանք։ Երբեմն խոսողը գարչ և աստու կխոսի, բայց թարգմանը երբ երկարեր է զայն, գարկմը ավելով բացատրություններ գալով բատկամը իր ասացությունը կգործուցնեն։ Երբեմն թարգմանիչներ բատկամաբերին երանքը չեն ունենար, դակում սրդեմը պխած, սրդեն անցնելով, սարած սրդեն անցնելով գբագի չոր դապակ խոսքերը լալով թարգմանին։ Թարգմանին թերը բակերացներ է բատկամաբերին միտքը, սիրտը և սերը։ Հարցումով մը սկսին։ Ով եղավ Աստուծո մտքին և սրտին վեհակուն թարգմանը։ Եբրայեցվոց նամակին հեղինակը առաջին երկու համարներում մեջ կսե, որ քիչ առաջ ադոր նման խոսք ունալ գարտացիք։ Աստված կանխավ խոսեցավ հայրերուն, մարգարեներով, իսկ այս վերջին օրերուն իր որդիով խոսեցավ մեզի հետ։ Եբրայեցվոց առաջին գլուխ առաջին համար։ Այսինքն Աստուծո միտքը, սերը և թադաստանը մեզի հայտնող թարգմանը Իսուս Քրիստոս ինքը եղավ, որպեսզի աշխարհ լավագույն կերպով ճանչնա Աստուծո խոսքին, միտքը, խորհուրդը և կառավարը։ Ինչ է Հիսուսի հայտնած կամ թարգմանը հանդիսացող Աստուծո խոսքը։ Անիկա Քրիստոսի քարոզած Աստուծո թագավորության ավետարանն է, որում մեջ կդառնանք, թե Աստված մեզ հավիտենական սիրով սիրեց և մեզի քրտած ու ողորմած հայր, որ մեր փրկության համար իր որդին զոհեց խաչի վրա, մեր կապության համար, հարյալ մերեններեն ու դարձյալ իրիկան։ Աստոր համար ավետարանը կսե, Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ով ամոր հավատալ չգործվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Հովաննու 3:16։ Աստված Հիսուսի մրգության ադեն ըսավ, ադիբայ է իր սերելի որդիս ադոր մնիգրեք, Մարգոս 9:6, որսուց սուդա Հիսուսի թարգման ըլլալը իր մոր Աստուծուն։ Հիսուս ըսավ նաև ամոր զիս տեսավ, հայրը տեսավ, ամոր ինձի գաղավա, զիս կրգողին գաղավա։ Հովաննու 14:9։ Դարձյալ ըսավ Հիսուս, իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի կատարեմ, որպեսզի հայրը որդիովը հարավորվի։ Հովաննու 14:13։ Այս իմաստով Աստուծո փառք կերով վեհագույն թարգմանը Իսուս Քրիստոս ինքն է։ Քրիստոնյան իբրև գերքանի թուրք աբլող ավետարան է ըստ Պողոս Արաքյալի։ Աստված ուրիշ թարգմանիչներու ալբետ ունեցավ, ինչպես Արաքյալը ուսե գորութացիներուն, որ քիչ առաջ կարգացվեցավ թուրք
Քրիստոսի թուղթն եք, մեր սպասավորությամբ ոչ թե մերանով քրված, ապա կենդանի Աստծո հոգիով, ոչ թե քարե տախտակներու վրա, ինչպես Մովսեսի դաստապանյան կրկեցավ, ապա սրտին մարմնեղեն տախտակներու վրա, ջանցնված ու գարնացված ամեն մարդ է։ Անցյալին կործածված հասարակական նամակներու կործածությունը, եթե նկատի ունենալ, ասիկա ցույց կտա, որ հին ժամանակներու մեջ գնալով վերջերս մարդիկ հասարակական նամակներ կգրեին, երբ որ մեկ եկեղեցի ուրիշ եկեղեցի կերտային։ Letters of recommendation, որպեսզի ընդունելություն գտնեն։ Անորոման Պողոս Սարաքյալը ասել է, մեզի ծեր հասարակական նամակներում մեջ չկա, եւ դա մեր կողմն է, սեսի կրված հասարակական նամակներում մեջ չկա, դուք մեր թուղթերն եք։ Այն կրված Սուրբ Ավետարանի էջերը թուղթ եք կսել։ Իցեր յանքերով եւ խոսքերով։ Ասիկա մեզի հիշեցնե Երեմիա մարգարեության մեջ հիսված Աստծո խոսքը իր ժողովրդին հանդեպ որպեսզի իմ օրենքս անոնց ներսիդին պիտի տնեմ, ուզանիլա անոնց սրտին վրա պիտի կրեմ, ես անոնց Աստված պիտի լամ եւ անոնք ինձի ժողովուրդ։ Հիսուս իր աշակերտներուն քնված ավետարանը չցկեց։ Առաջին փարու ավետարանը հերներ հերան բատնված եւ կյանքով ապրված ավետարանն էր։ Այսօր համար Հիսուս 12 աշակերտներ հավաքեց, տասնյակեց եւ հարություն արմելը մեջ գրկեց զանոն ուսելով կացեք բոլոր աշխարհ ու ավետարանը կարողացեք բոլոր ստեղծվածքներով։ Բայց որ ավետարանը խոսքով պատմված եւ կյանքով ապրված անքիր ավետարանը։ Եվ այդ պատմված ավետարանը հետագային գրի արմատեցավ Հիսուսի աշակերտներուն եւ հետևորդներուն կողմէ։ Անոր հարուտենեն 30, 40, վերդե 50 տարիներ մեջ։ Եվ անոր իդի հավաքվեցան մեծն Գոստանքյանոսի առաջարկով ու Նիկիայից Եզարական ժողովին որոշմամբ եւ գազմարեցավ այսօրվա ավետարանը 325 թվականին անցյալ տարի նոյեմբերին այս ժողովին կատարված եկեղեցի ենթակարան այցելելու արիթը ունեցավ մեծ հրճվանքով, որ Իզնիկ կոչված քաղաքի մեջն է Իստանբուլեն 3 ժամ հեռու եւ նկարը վարը արոյան սրահին մեջ կրնակ տեսնել։ Ցուցադախտակի վրա։ Հունած անվանի իմաստասեր բղադոն Պլեյտո ըսած է։ Լավ ուսուցիչը իր պատկանը մելանով չկրեր, որան քույնը գործությունով չանհետանա։ Բարերար չկրեր, քանի որ անոնք չեն դրնալ խոսի։ Բայց հան աշակերտը կգտնե եւ կցանե իր պատկամին հունդերը անոր սրտին մտքին մեջ, որ կհասկանա։ Հիսուս ասիկա էր որ հրավ իր 12 աշակերտներով։ Նույնպես որովհետև Պողոս Սարաքյալի կարողությամբ էր, որ որպասիները ունեցան Քրիստոսի միտքը, խորհուրդը եւ սերը։ Հոս երկու ճշմարտություններ կան մեզ համար։ Թե վկայություն եւ թե աստարարություն։ Առաջինը յուրաքանչյուր անձ, որ Հիսուսի գաղտնա եւ անոր եկեղեցի կպատրանի ուզե կամ չուզե Քրիստոսը կներկայացնի։ Իր շրջիներուն, իր կյանքով եւ վարմունքով։ Երկրորդը
Քրիստոսի եկեղեցին բանիլը իր հետևորդներուն ցերկն է։ Ուստի շատ զգույշ լալու եք թե ինչպես կավի և ինչ կխոսիկ։ Խանութը դջանցվի և ձախած աբրակներով, արհեստավորը դջանցվի և ցերքի գործերով, իսկ եկեղեցին դջանցվի իր անդամներուն կյանքով և վարմունքով, քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է և անոր գլուխը Քրիստոս է աներևութապես։ Մարդիկ կճաշտան Քրիստոսը, ինչ որ մենք իրենց ցույց կտանք մեր կյանքով և խոսքով։ Հոս առաքյալը կտեսնե Կորինթոսի եկեղեցին իբրև աբրող երկանի նամակներ, որ Աստծո սերը և կարեկցությունը կցոլացնեն իրենց կյանքով։ Այսօր համար է, որ առաքյալը կսե թարցյալ գտնենք այս համարը, դուք Քրիստոսի թուղթն եք։ Մեր սպասավորության, այսինքն իր քարոզչության, ոչ թե մերանով գրված, ապա կենդանի Աստծո հոգիով, Աստծո խոսքին պատկաններով, ոչ թե քարե տախտակներով վրա գրված, որ չեն խոսի, ապա հավատքով սրտին, մտքին մեջ արձանագրված, ջանցված և գարտացված ամեն մարդ է։ Ասիկա բավական մեծ վստահություն ցույց տվող հայտարարություն մնե առաքյալի կողմէ իր նպաստ Կորինթոսի եկեղեցին, ինչպես նաև օրինակելի մարտահրավերն է մեզի համար։ This is a challenging, good example for all of us. Չեք տեսնել հոս քրված ավետարաներ զատ, անկին ավետարանն, որ հավատացյալին կյանքին և վարմունքին մեջն է և ավելի աստեցիկ ու օրինակելի է, իբրև աբրող ավետարան։ Սաղ չհասկրանք, ասիկա ասելով քրված Աստծո խոսքը լսեմացնելու ելևէ չենք։ Ընդհակառակը անոր պաշտպան ենք մանավանդ Աստվածաշունչի այս հատկանշական ներկայիս անշուշտ Աստծո խոսքը գարտալով և դերոջը պատկանունեցելով է, որ պիտի ճաշնանք Աստծո կամքը։ Առաքյալի լսածը այն է, որ իր քարոզչությունը բտղաբեր եղած է Կորինթոսի եկեղեցի մեջ և անոնք ոչ թե միայն լսողներ, հավա նաև Աստծո խոսքը գադարողներ եղած են։ Քրիստոսը ցոլացնելով իրենց կյանքերով, ավետարանին թարգմանը հանդիսանալով, անշուշտ ունենալով մարդկային թերություններ։ Ջանցված քարոզիչ Դուայթ Մուդի ըսած է. քրիստոնյա մարդը աշխարհի աստվածաշունչն է։ Սակայն շատ անգամ վերատեսության ենթարկելու է իր անձը, որպես իր կյանքով ավետարանի թարգմանը հանդիսանա։ Ուրեմն հարցումը հետևյալն է. ամեն մեկս իր անձին պետք է հարցնե. ես ալ մեջ ըլլալու, թե որքան ավետարանին թարգմանը կհանդիսանամ իմ կյանքով և խոսքով։ Թարգմանիչներ մեր եկեղեցական պատմության մեջ փառք տանք Աստծո, որ քրիստոնեությունը pedagogan ընդունող առաջին ասը եղան դրդատ թագավորի օրով։ Գրիգոր Լուսավորիչի վկայությամբ 301 թվականին ունեցան հավատքի հայրեր, հերոսներ և նահատակներ, Աստվածաշունչին լույսը ցոլացնող թարգմանիչներ։ Այս արդեն գարժե հիշել հայ եկեղեցական պատմութենեն Մեսրոպ Մաշտոց Վարդապետը, որ հայոց քիրերու քնին հեղինակը եղավ 4-րդ դարում սկիզբը 406 թվականին և Սահակ Պարտև Հայրապետը, որ հմուտ հոգևորական մներ, որոնք իրենց
թարգմանիչ ընկերներուն հետ միասնական կատարեցին Սուրբ Գիրքի քրափար թարգմանությունը 5-րդ դարում 436 թվականին Վրամշապուհ թագավորի օրով Քիրենու գյուտեն 30 տարիներ մեջ, որոնք 1589-րդ դարենթացն է այս տարի։ Մեր թարգմանիչները գտնելով Տերոջու խոսքի մեջ աստվածային իմաստության հանճարեղ խրատները, գսի որ իրենց թարգմանած առաջին խոսքը եղավ արագած քրքեն համարն։ Ճանաչել իմաստություն եւ սխրատ աստվածային ու իմանալ սփանս հանճարով արագած երկրորդ գլուխ երրորդ համարն է։ Անոնք Տերոջու խոսքին համը եւ ճշմարտության լույսը արին հավանաբար դեղյալ գնալով Սամոսերին թանկագին խոսքերը որպես է որչան խասվեն ու խոսքը տնքինքիս մեղրեն ավելի անուշ է իր թերնիս կու հրամաններով իմաստուն եղա անոր համար սրության ամեն ճապա անեցի կու խոսքը իմ ոտքերուս ջրակ է եւ իմ շավետներուս լույս եւ կումորի ու պիտի կատարեն որպեսի կու արդար խադաստանները կատարեն։ Վերջապես անոնք այս հսկայական եւ օրտատեր գործին ցերնարգեցին, քանի որ Սուրբ Գիրքը նախապես կդարձներ արևմտյան Հայաստանի եկեղեցիներու մեջ հունարեն լեզվով, իսկ արևելյան Հայաստանի մեջ ասորերեն լեզվով, որ հայ ժողովրդի սրտին չէ խոսեր։ Ասիկա ցույց կտա, որ Աստծո խոսքը ժողովրդին հասկանալի դարձնելու համար մեր թարգմանիչները որքան մեծեր եւ կարևորություն տվին Տերոջ խոսքին, որ եւ որքան ժողովրդություն կատարեցին Իսրայել Աստծո եւ իրենց հայրենագիստերուն Սուրբ Գիրքը փծախնդրությամբ եւ ճշգրտությամբ կրապարի տակարելով։ Մեր թարգմանիչները արդարորեն ոչեցին զայն աստվածաշունչ, որ միայն հայերեն լեզվի մեջ է, որ հին եւ նոր բնագարանները աստվածաշունչ կոչված են։ Ինչ որ Բոսարակյալ գսել Տիմոթեոսին բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արտադրության մեջ խրատելու համար։ Երկրորդ Տիմոթեոս 3:16 Օդարները տեսնելով քրապար թարգմանության ճշգրտությունը հիացան եւ ոչեցին այն թակուհի թարգմանությամբ։ Ասոցը մեկ եղած է Լակրոս անունով ֆրանսացի հայագետ գիտնականը։ Ինչպես նաև այս շրջանին ջոխանալով հայոց գրականության հոգևոր պատմական եւ իմաստասիրական աշխատանքները 5-րդ դարը հայոց պատմության մեջ կոչված է հայոց ոսկե դարը։ Հաջորդիվ նկատի առնենք Աստվածաշունչի աշխարհապար թարգմանությունը։ Սակայն քարերու ընթացքին հայոց խոսակցության լեզուն փոխվեցավ աշխարհապարի։ Եվ 19-րդ դարու սկիզբը ամփոփելով ասենք մտավորական դասերի զարգացմամբ բազմազան լիքերու վրա սկսավ մեծ առաջացում աշխարհապար գրականության մեջ։ Եվ այս շրջանը կոչվեցավ Զարթոնքի շրջան։ Հետևաբար 19-րդ դարում մեջ Աստվածաշունչի աշխարհապար թարգմանությունը հայոց հոգևոր կյանքի համար կարևոր հարց է եղավ։ Գարկը հոգևորականներ եւ աշխարհականներու կողմէ, իսկ բոլսո Աստվածաշունչի ընկերության վարիչները հայ արևելյան եկեղեցին հետ գործակցական այս թարգմանական գործին անհրաժեշտությունը տեսնելով արագությամբ որոշեցին այս սրբազան գործին ցերկ դնել։ Աստվածաշունչը Աստված ուրիշ թարգմանիչներ հանեցներ մեջ եւ օդարներ են ու գազնովեցավ թարգմանական հասնախումբը,
որում մեջ կարևոր թեր ունեցավ վերաբացվելի ավելիս Կոստանտյան, անոնց նկարները և անունները բարը Արոյան սրահի մեջ ցուցադարձակի վրա գրնակ տեսնել, որ արնված է Սուրբ Գիրքի ընկերության գրքույկեն, անոնք բոլոր Աստվածաշունչը հունարեներ և եբրայերեն լեզուներեն աշխարհապարի թարգմանեցին Իստանբուլի մեջ 1853-ին, որոնց 173-րդ տարեթասն է այս տարի։ Այս սերմնակը և բարերար ասեցություն ունեցավ, քանի որ հետագային բոլոր առաքելական և կաթոլիկ եկեղեցիները ասոնց անհրաժեշտությունը տեսնելով որոշեցին ժողովրդին հասկանալի լեզվով Աստվածաշունչը կարդալ աշխարհապար լեզվով, հոս բարդ կսկան քննադատով հիշելու։ Վերաբացվելի դոկտոր Մանուել Ջիբաշյանին Աստվածաշունչի թարգմանության մեջ վերջին դասվանդակներում կատարած աշխատանքները, թե հայ և թե օտար լեզուներով, ըլլալով Աստվածաշունչի ընկերության գլխավոր բնորեն բարձրացնեն սկսյալ մինչև եվրոպական երկիրներ, ինչպես նաև եղած է Հայգազյան համալսարանի դնորեն և Մոնտրեալի մագին համալսարանի մեջ ուսուցանած է Աստվածաշունչի թարգմանական գործելու մասնագիտություն։ Հիմա, որ Աստվածաշունչը 1200 ավելի լեզուներով թարգմանված է, թե մարդիկ արին ուչունին Աստծո խոսքը լսելու հարյուրներով լեզուներ կա։ Մենք որքան օրտնված ենք զայն ունենալով մեր հասցած լեզվով, որուն համար որքան փառք քիչ է։ Սակայն Աստծո խոսքին համար միայն փառք տվողներ չլան սիրելներ։ Աստվածաշունչի գիրագին արիտով այսօրվան պատկամը խթանմը ըլլամեզի ունելու կոնե 3 բաներ։ Գարդան Աստծո խոսքին փրկարար պատկանները, ըսած մեր հանավազորդ մեր առօրյա ընթերցումներուն հետ միասին, սակայն մոդենալ արվոր հավատքով և Քրիստոսի գենարար խոսքերով ներշնչվելով։ Երկրորդ, կործենք միասնաբար նվիրյալ ծառայությամբ եկեղեցու մեջ ծառայողներուն թեև տիգուն կլանով ու մեր օգնության կարոտիով մեր քույր և եղբայրները փնտրելով։ Երրորդ, աղոթենք որտեղը մեզ ըսկած և արտուն բայե հավատքի կյանքի մեջ, որպեսզի Քրիստոսի հավատարիմ թարգմանները հանդիսանան մեր կյանքով և վարմունքով։ Այս ակիր կհիշենք մեծ գնահատակով մեր թարգմանիչներուն կատարած աստվածահաճո հսկայական ծառայությունը, որոնք Տերոջ խոսքին սրբազան մատյանը թարգմանեցին մեծ նվիրմամբ և զոհողությամբ։ Փառք տանք Աստծո այս բոլորին ծնունդ տվողը եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ հոր Աստծո մտքին ու սրտին թարգմանը հանդիսանալով գլուսավոր է խավար աշխարհը և կպնդրե և գարտարացնե մարդ արարածը, որոնք անգերձությամբ իրեն կհավատան։ Ուստի թարգմանչած և զուգատիպով պահապանական օրվա ուրախ դալիքներով երախտաբար կլան Աստծո մեր մայրած հազմաթիվ օրհնություններով և մեր սրբազան թարգմանիչներով, որոնք Աստծո գրգարար խոսքը մեզի մատուցանեցին հասկանալի հայոց ոսկեղնիկ տարերով, ինչպես նաև փողություն Աստծո իր որդին Հիսուս Քրիստոսի, որ թարգմանը հանդիսացավ իր խորը մտքին, խորհրդին և սրտին։ Վերջապես մեր պատկանը Աստվածաշունչի վրայով համաստեղծություն կարգալով վերջացնենք։ Կարգալով Ժակ Հակոբյանի արմատած հանայսությունը Իսուսափույր քիրքեն։ Սուրբ քիրքը
Սուրբ Գիրքը թող փած մնա սեղանի վրա նշտորեն, զաղգամանի վես թյուրև, որի զաղգուն էջերեն, թորեն քուրեն Աստուծո փարերը վարկ ու մեղալ և դունը դիրենց քաղցրությամբ ու սրբությամբ լեսն։ Սուրբ Գիրքը թող փած մնա սեյագիտ մեջ դիվ ու ցայք, խրգամանի վես վարող, որի խոսքերը խրգուն և իր խոհերը խորում դունըտ խորան կացան և երկինքի գաղույթով և անթորով զայն լեսն։ Միշտ փած մնա սնարիք ջրակի պես կոցայր, որ ուսեղեն իր պարերն ուղեր ջամպեն Իսուսի, ցայքերըտ մութ ու մոլար և ծորեկներ դալ արև ու դեր ինքես քայլ առ քայլ և պիպ առ պիպ ուղեկցի։ Մոր փեդի վես էջ առ էջ թող փած մնա անդված, որ խոսևուն թեմ յանքի և փոցության մեջ իր փոց կու խրոխներուտ լալու սպոսալայն ունենաս և մեծ սիրոմը դեսիլքն ադենության թեմվատոց։ Խոհերուտ մեջտե կիրքիտ Սուրբ Գիրքը թող փած մնա և օգուտ մեջ միշտ ներգա ու գերքանի մնա թող, որ ամեն մեկ վարգյանիտ մեկ մի քայլի ճամփոց վրա, կյանքից վրա մանանա առ մանանա, շող առ շող, օրհնություններ անցրեն, փարի ցերքեն Աստծո։ Հիմա մեր ընծաները դերոջ պիտի մաղցան։ Ոտքի վրա դեմնական աղոթքը երկրով վերջացնեք մեր դաշտը։
եւ զորություն եւ փառք հավիտյանս եւ հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անպատմելի սերը եւ օգնեսը հաղորդակցությունը ու բավականությունը ցեր բոլորին հետ